Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք հավով եւ կարտոֆիլով ջաշ, որը շատ հեշտ է պատրաստվում, մի քանի պաղաթրիչ է մեզ պետք ու ստանում ենք փափուկ համով իդեալական ջաշ։ Իսկ այսօրվա պաղաթատոմսի համար տեսել եք ինչ պետք է մեզ։ Սկսենք հավից։ Հավը կարող եք նույնիսկ ավելի փոքր հավեր վերցնել ոսկորով, դե իհարկե մեր հավը զանգեզուրից է, այսպես է գալիս։ Մենք հանել ենք, պատրաստել ենք, չորացրել ենք ու արդեն ափսեի վրա ենք թրել։ Այսօրվա պաղաթրատոմսի համար մեզ պետք է 1 կիլո հավի բտեր, 600-ից 700 գրամ կարտոֆիլ, 200 գրամ կարագ, կես բաժակ հավի արքանակ, 2-3 տերև ռոզմերի, 1 ճաշի գդալ ալյուր, փոքր կտրատած մաղդանոց, 1 բաժակ սպիտակ չոր քինի։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ եւ սև բողբեղ։ Կարող եք ավելի փոքր թևիկներ, ավելի փոքր պետիկներ եւ այլն։ Հիմա ես էսի ուզում եմ մի հատ էլ կտրատեմ ու ավելացնեմ, բայց դրանից առաջ ուզում եմ առաջ կարտոֆիլները պատրաստել։ Իսկ կարտոֆիլների համար ուզում եմ էս մոտիկացնեմ։ Կարտոֆիլները կտրատելուց մի քիչ էլ կպատմեմ պաղաթատոմսի մասին։ Ուրեմն, ես այս պաղաթատոմսը սիրում եմ միան հավ եւ կարտոֆիլ լինի, բայց եթե կուզեք օրինակ մի քանի տեսակի պանճարեղեն լինի, ոչ մի խնդիր, այսինքն կարող եք գազարել ավելացնել, բողբեղի տեսակ եւ այլն։ Բայց ըստեղ որովհետեւ համեմունքներ էլ է շատ թեթև, այսինքն բոլորը հավին եւ կարտոֆիլին եւ մնացած բաների համերն ենք սկալու, ըստեղ կարևորագույն եմ համարում, ասեմ, որ օրինակ ըստեղ աղ եւ բողբեր պետքա գնա։ Միշտ ասել եմ ձեզ, օրինակ նույնիսկ այդ սև բողբեղի որակը պետք է այնքան լավ լինի, որ դուք էդի սկաք այդ համովության մեջ, ոչ թե լինի ինչ-որ սև գետեր, ոչ թարմ, ոչ հոտ ունի, ոչ համ, այլ լինի որակով։ Օրինակ մենք բախտերնից բերել է մեր մարանիգի բոլոր համեմունքները որակով են ու շատ համով։ Այսինքն, եթե 1-2 պաղաթրիչ է կամ համեմունք է գնում ինչ-որ ջաշի, դուք մի դահոգվիք, որ այդ կարող է համով լինի, համով չի լինի։ Այդ 1-2 պաղաթրիչը արդեն եթե լավն են, շատ համով է լինում։ Կարտոֆիլները միջակ չափսով կտրատում ենք, այսպես, ու արդեն ես միանգամից մերսինի վրա եմ ավելացնում, որովհետև հետո իր վրա պետք է ավելացնեմ հավը եւ մնացած պաղաթրիչները։ Իսկ ես ինչ եմ ուզում անեմ։ Այստեղ ունենք արքանակը, պատրաստել ենք, այստեղ կարագից պետք է կտրեմ այսքան ու ավելացնեմ այստեղ ու հիմա չերոցում տնեմ մի քանի րոպե, որպեսզի հալվի, որպեսզի միջև պատրաստելիս ինքը փափկի։ Քանի որ մեր չերոսը արդեն դակ է, մենք ընդհանրապես սկիզբեն միացնում ենք, որպեսզի դականա, որ մենք երբ որ հավաքենք ու ուղարկենք չերոց, դակ չերոց լինի եւ ոչ բաղ։ Դուք էլ միշտ հիշեք, որ ձեր չերոցը պետքա գեշ ժամ առաջ արդեն տակացնեք ու հետո ավելացնեք ձեր ինչ-որ պատրաստածը։ Դե ինչ, հավի մասին խոսեցանք, որ անպայման զանգեզուրից կվերցնեք, համեմունքների մասին խոսեցանք, որ անպայման մարանիգից կվերցնեք։ Հիմա արդեն կարող ենք գալ խմելիքներին երևի։ Սեղանը ինչ ենք ուզում լինի, օրինակ այս տեսակ ջաշին կարող ենք հյութեր ավելացնել, դե չուրի իհարկե պետքա լինի, իսկ մենք ոնց գիտեք, սիրում ենք սիլի չուրերը, իսկ մազայից կարող ենք ընտրել մանգոն եւ խնձորը, դե իմ սիրածը մանգոն է գիտեմ, բայց ես ընդհանրապես սիրում եմ ջաշը վերջանալուց հետո խմել, իրականում տենց եմ սիրում, տենց եմ վայելում ավելի։ Կարտոֆիլը արդեն բացում եմ այսպես։ Հիմա ուզում եմ հավերը կտրատել, քանի որ մի քիչ մեծ է։ Մտածում եք ուժեղ չեմ, ուժեղ եմ։ Եվ այսպիսով մեր հավերը կտրատեցինք։ Մի քիչ մանրացրեցի, որ ավելի արագ եփի ու ավելի բոլոր համերը վրան ստանա։ Հիմա ինչ եմ անում։ Այսպես ավելացնում եմ կարտոֆիլների վրա, իսկ ես որովհետև հավ կտրել եմ եւ այս տախտակը շատ ադոտ է եւ եթե ես այսպես շարունակեմ, այդ միկրոբները կդարածվին խոհանոցում, գնամ մի հատ լվացվեմ
դե իհարկե ABC-ով մաքրագործում անենք խոհանոցի եւ հետ վերադառնանք։ Առաջ ձեռքերս։ Մի քիչ տանում եմ ու արդեն մեր ֆուտկայով իմ սիրած տեղով նայեք ինչ լավ է։ Վերցնում եմ մի քիչ, այսպես ու մաքրում եմ։ Հիմա սիրտերնից հանգիստ գնում ենք ու շարունակում ենք մեր գործը։ Որովհետև ինչքան էլ համով պատրաստենք, ինչքան էլ լավ պատրաստենք, պետքա գոգիկ եւ մաքուր աշխատենք խոհանոցում, իսկ այդ հարցում օգնում են լավ պրոդուկտները։ Մեր բախտը բերելա, մենք ունենք ABC, որը ամեն տեսակի մաքրության բարակա ունի։ Հիմա գնանք չմոռանանք մեր արքանագի եւ կարագի մասին։ Եփեցավ արքանագի եւ կարագը իրար հետ։ Մի հատ խառնենք։ Նայեք, կարագը հալվեց, արքանագի մեջը պատրաստ սպասում է մեզ։ Հիմա ամենահետաքրքիր մասը։ 1 բաժակ քինին ավելացնում եմ։ Գնացինք։ Իսկ հետո ավելացնում եմ կարագով արքանակը, այսպես տարածելով հավերին եւ կարտոֆիլներին։ Արդեն հոտը շատ լավն է իրականում։ Ռոզմերիներն ենք տնելու, այսպես ավելացնում ենք։ Մի քիչ էլ։ Եթե ռոզմերի չունեք, կարող եք ինչ-որ ձիտրոնի տեսակ էլ ավելացնել, անպայման, բայց պետք է։ Մեզ մնացել է աղը եւ բղբեղը։ Ամեն մեկ հավին վրա ավելացնում ենք աղ, բղբեղ, մի քիչ էլ այս բղբեղից օգնություն ենք ուզում։ Իսկ հավերի վրա տնելուց հետո մի քիչ էլ արդեն կարտոֆիլի վրա ենք դնում աղը եւ բղբեղը։ Գնացինք։ Իսկ հիմա ուղարկում ենք ջրոց։ Опа։ Ուրեմն, եփելու ենք մոտավոր 30 րոպե, հետո նայելու ենք։ Արդեն տեսանք, որ եփելա, մի 5-8 րոպե կամ մաքսիմում 10 րոպե պետքա մի հատ էլ լավ կարմրացնենք։ Հիմա ոնց հասկացա, պետքա լավ մաքրենք ստեղ, մի հատ սուրճ խմենք, մեր ընկերներն են եկել եւ վայելենք Smiley Sweet-ի կաղցերները։ Դե իհարկե մաքրելու ենք ABC ապրանքներով, ասել ենք ձեզ։ Գնացինք։ Սիրելիներս, մեր հավի եւ կարտոֆիլը պատրաստ է, գնացինք բերելու ջրոցից։ Վաու։ Հավի եւ կարտոֆիլը մատուցելու ափսեին տնենք, իսկ ստեղից հյութից պետքա վերցնեմ ու մի հատ ալյուր տնեմ ու իրան սարքեմ սոս։
Սոսը կարող եք պատրաստել կամ կարող եք չպատրաստել, բայց անպայման այս ճաշը կպատրաստեք։ Մի հատ նայեք ինչքան խրխտան շերտ ունենք։ Okay, հավերը դրեցինք, հիմա պետք է կարտոֆիլներից դնել։ Այսպես լցնում ենք։ Իրականում ինքը ինքան որ համով է, սոս կարող եք չպատրաստել, բայց քանի որ այս բոլոր հյութերը այս ջրի մեջ է, ես անպայման սիրում եմ իրան գրեյվի սարքել, գրեյվին, այսինքն մսի կամ հավի ջուրից սարքված սոսի մասին է խոսքը։ Հոդը որ իմանաք, չեք կարող պատկերացնի։ Հիմա գիշնեք շուկա եւ կվերցնեք հավը եւ կարտոֆիլը կամ ասեմ, կարող եք եւ զանգել զանգեզուր, իրանք կարակեն, եթե սիրտ չունեք օրինակ տնից դուրս գալու։ Մի հատ սիլի ջուր ենք բացում։ Մի քիչ ջուր եմ դնելու, որպեսզի հավաքեմ այս ամեն համովությունը։ Գտալով լավ այս շերտերը հավաքում եմ։ Հիմա ավելացնում եմ մեր սոսպանի վրա։ Իսկ հիմա պետք է մի կտալ ալյուր ավելացնել։ Ինքը ոնց է լինում։ Իրականում ալյուրը տնելիս ինքը պետք է ամրանա կամ մի քիչ թանցրանա, որովհետև այդ բոլոր համերը հավաքված են։ Մենք հիմա ուղղակի մի քիչ ոտ թանցրանում արդեն պատրաստ է լինում։ Մի քանի րոպե թիմանում ենք ու արդեն պատրաստ կլինի։ Չնայած ես չեմ թիմանում, նայում եմ այնտեղ այնքան հետաքրքիր կարմրած վիճակով հավը եւ կարտոֆիլը ինձ են սպասում եւ իմ ընկերներին։ Մի հատ համին նայում ենք, որովհետեւ այդ բոլոր հյութերը եւ համերը հավաքել է, բայց մի հատ կարող է աղի եւ բղբեղի համադրությունը լավ չի լինի, բայց շատ լավ է։ Ես մի քիչ սեբաբերք ավելացրեի։ Okay. Մեր սոսն էլ է պատրաստ։ Կարող ենք այսպիսի անուշի կապսեի վրա թնել։ Yummy. Ազատ կեղարդ են կտրատել ենք։ Եվ այսօրվա հավով եւ կարտոֆիլով ուտեստը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի խորժակ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր ուտելիքը տեսակ պատրաստ է։ Ես պետք է փորձեմ, գիտեմ։ Մի հատ վերցնում եմ հավից։ Ուպս։ Մի քանի հատ էլ կարտոֆիլից։ Գնացինք։ Վաու։ Ինչքան խրխտան քրիսպի։ Մի քիչ փոքրացնեմ, որ նորմալ կարողանամ ուտել։ Վաու։ Եվ հավը, եւ կարտոֆիլը, եւ սոսը իդեալական համադրություն, համ
Շատ համով է։ Դուք էլ անպայման պատրաստ եք եւ այլեք այս համերը։ Վաղը կհանդիպենք նույն ժամին 9:00 եւ 17:00։ Կետրոն TV եթերով։